ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին, անցել քաղաքական, ազգային գործչի դժվար ճանապարհ։ Պատմության համար նա Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է, իսկ մեզ համար, մշակույթի գործիչներից համար, պարզապես բարեկամ ու հավատարիմ ընկեր։ Սիրելի բարեկամներ, Անդրանիկ Մարգարյանը սովորություն ուներ հատուկ հարգանք ցուցաբերել, եւ դա առանց ձևականության, սրտից էր բխում մշակույթի մարդկանց նկատմամբ։ Մի անգամ համալսարանում դասի ժամանակ հեռախոսս հնչեց, զանգը հնչեց եւ ես նկատեցի, որ զանգահարում են կառավարությունից Անդրանիկ Մարգարյանը։ Ուսանողներից հորդորեցի լուր մնալ, ասացի լուր մնացեք, ես հիմա խոսելու եմ հանրապետության վարչապետի հետ։ Եվ դա այնպիսի բերկրանք էր մշակույթի գործչի համար։ Բարեկամի ձայնով խոսում էր ինձ հետ Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Ինչպես ես, հարցնում է ինձ, ինչով կարող եմ օգնել քեզ։ Ես շատ տպավորվեցի իր այդ հոգատար վերաբերմունքից եւ ասացի, պարոն Մարգարյան, ասացի, մենք ուզում ենք անդրադառնալ Գարեգին Նժդեհի անցած ճանապարհին եւ քանի որ ինքը թերթ էր տպում տարոնի արծիվ, ես ուզում եմ պատրաստել մի մեծ քանդակ տարոնի արծիվ, որը լինի խորհրդանշանը այն մեծ գործունեության, որ ծավալել է մեր մեծ Գարեգին Նժդեհը։ Ասաց գրությունը այսօր բեր ինձ երեկոյան։ Երեկոյան ես կառավարությունում էի եւ ողջորված տարել եմ գրությունս, որպեսզի վարչապետին հասնեմ։ Սա շատ կարեւոր էջ է մշակութային գործչի կեսագրության համար։ Ես միջանցքում տեսա Անդրանիկ Մարգարյանին, բայց չհամարձակվեցի մոտենալ։ Թեպետ մենք մտերիմ ենք, ես իրեն հարգում եմ, ինքն էլ փոխադարձաբար ինձ, այնքան հոգնած տեսք ուներ ու օրվա ավարտին այդ ամբողջ ծանրությունը ասես կուտակվել էր իր դեմքի մտահոգ արտահայտության մեջ։ Ես գրությունը թողեցի քարտուղարությունում եւ շտապով հեռացա, մտածեցի, որ ավելորդ րոպեներ չխլեմ այս մեծ մարդու կյանքից, որովհետեւ ինքը բոլորիս կողմից սիրված էր։ Ես համոզված եմ, ինքը սիրված էր բոլոր կուսակցությունների կողմից։ Այդպիսի բացառիկ դեմք չի եղել մեր գրականության ու մեր մշակույթի, մեր հասարակական կյանքի պատմության մեջ, որ կուսակցական գործիչ չէր իր էությամբ։ Ասում եմ, ինքը բոլոր կուսակցություններում մեծ համակրանք ուներ, իսկ մեր մշակույթի գործիչների կողմից հատուկ սիրված անձնավորություն։ 7 րոպե հետո հեռախոսը զանգած, զանգահարում էին քարտուղարությունից, ասացին վարչապետը արդեն ձեր գրությունը մակագրել է, վարչապետի պատասխանը դրական է, կարող եք սկսել տարոնի արծիվ քանդակի նախապատրաստական աշխատանքները։ Իդեպ ես մոռացա ասեմ, որ ինքը անգամ հարցրեց, թե ինչքով է այդ քանդակը պատրաստելու։ Ես ասացի, ես ընտրություն արդեն կատարել եմ, պարոն Մարգարյան, աշխատանքը պիտի հանձնարարվի Հովհաննես Շիրազի տաղանդավոր զավակին, Մասիս Շիրազին, շատ ոգևորվեց եւ շատ ուրախացավ։ Ահա իր համակրանքի ու լավ վերաբերմունքի նաեւ հիմքերից մեկը։ Ամեն ինչի մասին մտահոգվում էր, բարեկամներ ուներ ամենուր, սիրում էր նաեւ երեխաների հետ շփվել։ Հիշում եմ Վանաձորում հանդիպել էր մի փոքրիկ տղայի ու երկար սրուցել նրա հետ։ Հարցրել էր, թե ինչ ես ուզում։ Ես ուզում եմ քեզ մի նվեր անեմ։ Այս երեխան ասել է, պապաս հեռախոս չի առնում, խնդրում եմ ձեզ ինձ հեռախոս տվեք, նվիրեք։ Եվ Անդրանիկ Մարգարյան Երևանից մի քանի շաբաթ անց ուղարկեց այդ հեռախոսը իր բարեկամին։ Եվ երբ քաղաքապետարանից զանգել են այդ դպրոցական երեխային, այսպես են ներկայացել, քո վարչապետ ընկերը քեզ ուղարկել է այն, ինչ որ խոստացել էր քեզ համար։ Սիրելի բարեկամներ, այս պատմությունը ինձ համար հարազատ է, ինչ որ ձեզ պատմեցի Անդրանիկ Մարգարյանի մասին, բայց ես կուզեմ, շատ կցանկանամ, շատ կերազեմ, որ մեր պետության, մեր կառավարության առաջիկա տարիների մեջ հայտնվի մի գործիչ, որ շատ նման լինի իմ լավ բարեկամ Անդրանիկ Մարգարյանին։